որ ինքը չարեց։ Պարոն Խաչատրյան, դուք կարծում եք, որ հիմա շատ շտապում են Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել այդ պայմանագիրը, որտեղ գիտենք այսպես գերտերությունների հետ կապված իրենք ուկրաինական հարցն են դեռ փորձում լուծել եւ հիմա շատ շտապում են Հայաստանն ու Ադրբեջանը այսպես արագ այս պայմանագիրը ստորագրել։ Նայեք, Ադրբեջանի աջակցությամբ։ Թուրքիա-Ադրբեջան երկու պետություն միասկ, այդտեղ ես տարբերություն չեմ դնում գոնե այս հարցում։ Փաշինյանը այո շտապում է, որովհետեւ Փաշինյանը ինքը եկել է իշխանության խաղաղություն հաստատելով խոստումով։ Չէ, դա էր իր խոստումը։ Առաջի խոստումը 18 թվականին երջանկությունն է, 21 թվականին խաղաղություն հաստատելով խոստումն է։ Եվ հիմա ինքը տեստ մնացել է մի տարով ու մի քանի ամիս, իրան պետք է մի հատ թղթի կտոր, անկախ բովանդակությունից, որ ինքը Չեմբերլենի նման sense թափարի, ասի ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Բայց այդ թուղթը ինչ բերեց Եվրոպայի գլխին, Չեմբերլենի ստորագրած։ Նույնպես մի բան էլ սանց արածնաբերելու Հայաստանի։ Ադրբեջանը ուզում է ստորագրել, թե հա, ստեղ ուրիշ խնդիր է։ Ես կարծում եմ Ադրբեջանը դեռ փոչ է խաղացնելու, որովհետև իրենց հայտարարությունը, չէ, եթե տեքստը համաձայնեցված է, իրանք մի հատ նախապայման են բերել, հետո մի ուրիշ նախապայման 350,000 հոգի, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան Ընդդիմադիրները ինչ են Շացած ինչից։ Որովհետև հիմա է ստորագրում։ Ո՞վ ասեց որ հիմա ստորագրում։ Ես տեսնենք դրա մասին քննարկենք տեղակայել։ Բայց ամեն դեպքում ինչ քայլեր է ձեռնարկել։ Չեմ կարող հիմա դրա մասին խոսել։ Դուք իրից ուզում եք որ ես պատասխանեմ ամ ֆրակցիայի կամ կուսակցության անունից եւ դեռ եղել է ընդհանուր քննարկումներ։ Բայց քննարկումներ։ Այդ փաստաթուղթը որ մեզ տանում են դժոխք, դες էլ ասացին դուք հենց Հավարանով անցեք անցնելու եք։ Իսկ մենք ինչ մեղք ենք գործել որ։ Մեղք չգործել։ Ասում եմ որ մեղք չունի կարող է վրաս քարկցի, եթե այդ անբանությամբ գնանք, չէ, մի րոպե էլի նարեք, թող տիկնոջ հարցին պատասխանեմ, հետո ձեր։ Պարզապես խուսափում եք իմ հարցերից պատասխանել։ Խավարանի եւ մեղքի հետ կապված։ Գիտեք, եթե ես նույնիսկ հիմա ավետարան մեջ բերեմ, որ անմեղա թող վրաս քարկցի, կարող եմ օրինակ դրանով սահմանափակվել։ Այո, իհարկե մեղավոր եմ եղել, որոշ հարցում նաև մեղավոր ենք եղել, որովհետև Նիկոլ Փաշինյանի նման կամ այլ քաղաքական ուժը դարձել է իշխանություն։ Կարող ենք տենց ասել, բայց բանակցությունները 10 թվականից սկսած, պատերազմը, յետպատերազմը, այդ ամբողջը ինքն է արել։ Հիմա ճիշտ ասում, ես ասում էի նշաձողը իջեցնենք։ Ասեց ինքը արեց, որևէ ընդդիմադիրի ոչ ասածը, ոչ արած իր վրա այդքան ազդեցություն չունեցա, բացի այն, որ կարողացան գոնե կանխել։ Ներողություն, հետաձգել, որովհետև եթե չլինեին այդ փողոցային պայքարը, վստահ ես թուղթը իրանք շատ ավելի շուտ կանեին։ Բայց դες երեսով են տալիս, որ երբ պատերազմի ժամանակ Փաշինյանը եկավ ազգային ժողով ձեզ հարցրեց, բոլորը ժամանակ ազգային ժողովում չենք։ Դե անձամբ նկատի չունի։ Մեր կուսակցությունը ազգային ժողովում չէր 20 թվական։ Վայ։ ԲՀԿ-ին եւ ԼՂ-ին։ Պարոն Խաչատրյան, այսինքն մեղադրում Նարեկի պատասխան։ որ դուք ասում եք ով անմեղաթող բանանի, հա, չէ, դուք էլ ցիտում, բայց չէ կարծում որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին ընտրելու եւ հետո նրա այդ կոալիցիա կազմելու համար դաշնակցության ուղղությամբ պետքա տուֆի բլոկներ էլի նետեն, չեք կարծում եւ մյուս հարցս մի անգամից տամ, ԵՄ դիտորդների դուրս գալուն դուք կողմ եք թե ոչ։ Մենք հիմա դիտորդների հետ կապված հիմա երկու հարց, ասկից երբ մի հարց եմ պատասխանում։ Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Լավ, հիմա մեզ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Եթե Հայաստանը գտնա որ պետքա դուրս գան, պետքա դուրս գան։ Բայց հիմա այս իշխանությունները համարում են, որ եվրադիտորդների արկայությունը խաղաղության էական բաղադրիչն է։ Եվրադիտորդների հարցում մեր վերապահում ինչին է վերաբերվում։ Առաջինը մենք պահանջում ենք, որպեսզի համաձայնեցվի մանդատը, ինչի համար են դրանք այստեղ։ Եվ պահանջում ենք, որ Հայաստանի իշխանություններին իրավունք տրվի կազմ հաստատելու։ Դրա մասին էր խոսքը, ասկա մենք չենք ասել որևէ մեկը ստեղ հանկարծ չպետք է գա։ Գալիս ես ովքերով է գալի եւ ինչի համար է գալի, այդ է խնդիրը։ Բայց եթե իրանք նպաստում են Հայաստանի անվտանգությանը, կայունությանը եւ այլն, կամ անկախ որևէ բանից, կարող է հյուրանոցում են ապրում, բիզնեսին են զարգացնում։ Եթե Հայաստանի ինքնիշխան դիրքորոշումը պահելն է, ով դարավ Ադրբեջանը կամ ինչու պիտի Ադրբեջանը պահանջի եւ Հայաստանը դրան ենթարկվի։ Hans.